այդտեղ միջազգային իրավունքը որևէ բան անել չի կարող։ Ձեր կոնֆլիկտը, որ դուրս եկա կառավարությունից, նաև սրա հետ է կապված, խնդրեմ նաև դրան անդրադառնալ, թե ինչու կոնկրետ դուրս եկաք, որն էր պատճառը, արդյոք հայցերն էին Ադրբեջանի դեմ, որոնց մասով այդքան էլ։ Ես կոնֆլիկտ չեմ ունեցել, ես պաշտպանել եմ այն իրավական գիծը, որը ինձ տրված էր օրենքով, գործել եմ իմ լիազորությունների սահմաններում եւ գործել եմ բացառապես մեկ շահի համար, դա եղել է Հայաստանի Հանրապետության շահը, որպեսզի Հայաստանի Հանրապետության եւ պետականությունը լինի պաշտպանված։ Ինչով է հակասում այդ շահը Նիկոլ Փաշինյանի շահին, որ Արայք Հարությունյանը ձեզ նամակ գրեց, հորդորեց դուրս գալ։ Ինչպես եղավ, չէ՞ կարծեմ։ Այստեղ խոսքը վերաբերում է արբիտրաժային վեճին։ Արբիտրաժային վեճի շրջանակում դրված էր հարց արբիտրաժի վճիռը կատարել չկատարելու վերաբերյալ։ Մեր գրասենյակի կողմից հստակ ցույց են տրվել այն իրավական լուծումները, որին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջարժվի արբիտրաժային վճիռը կատարելու համար։ Թե դա ինչ ես հանուն ինձ համար կա մեկ հանուն, այդ հանունը Հայաստանի Հանրապետություն։ Պարոն Դերմեյան, այս հարցին շատ մանրամասն անդրադարձել է Տիկին Ալիսա Գևորգյանի ոդքասթում։ Կարող եք այդ մասին շատ մանրամասն այդ տեղեկությունները այնտեղից ստանալ նաև, բայց պետք է հաշվի առնենք, որ երկրում ընդհանրապես կառավարման մեջ իշխանությունը պետք է ունակ լինի իրենից տարբերվող կարծիքներ լսել հենց իր ներսում, դա իրեն զարգացնում է։ Եվ եթե ինչ-որտեղ որևէ իշխանություն հայտարարում է, որ գոյություն չունի իմ կարծիքից բացի որևէ այլ կարծիք եւ դա բացարձակ կարծիք է, այդ իշխանությունը գնում է դեպի բռնատիրության։ Այդ բռնատիրության տրամաբանությունը հենց գալիս է վերում է հանգեցնում այնտեղ, որ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր ունեն սեփական կարծիք, պրոֆեսիոնալ մարդիկ չեն հանդուրժվում։ Նմանատիպ իրավիճակի հետևանք է նաև պարոն Դերմեյանի իր պաշտոնավարումը ինքը պատասխանել այդ մասով։ Դա ասում ավելի իրավապաշտպանների եւ իրավաբանների շատ դժվար է։ Մենք հասկանում ենք, բայց պարոն Դերմեյանի դեպ մի բան, ձեզ է դժվար չէ։ Հիմա հետաքրքիր է, եթե դուք օրինակ չազատվեք պաշտոնից, դուք այս նախընտրական շրջանում կշարունակեք պաշտոնավարել կառավարությունում, թե էլի կազատվեք։ Պատմության վերաբերյալ միշտ ասում են, որ եթեներ ապաներ պետք չի կիրառել։ Եկեք դա ես անցել եմ այդ գետ, համաձայն չեմ, ես անցել եմ այդ գետը, ես անցել եմ այդ ժամանակահատվածը, հիմա ես գտնվում եմ այլ փուլում, հիմա ես ստանում եմ իմ պայքարը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օգտվելով ընտրվելու իմ ազատությունից։ Ես որպես պարոն Դերմեյանի ներողություն, պարոն Դերմեյանի վաղեմի ընկեր, ես ինքս կարող եմ sense մի փոքրիկ ակնարկ անել այդ կապակցությամբ։ Երևի թե բարեբախտաբար, ասма թե դժբախտաբար, այդ պահը մի քիչ ավելի վաղ եկավ եւ մենք հիմա այս ճանապարհը միասին համահունչ անցնում ենք։ Ես ձեզ խնդրում եմ թույլ տալ պարոն Դերմեյանը պատասխանի, հետո նոր լավ։ Դա իրենք օրինակ ինչպես եք պատկերացնում, որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են վերադառնալու։ Ասում չեն վերադառնալու։ Դա ուրեմն արցախցիների վերադարձի հարցը։ Եթե մի փոքր այսպես խորանանք եւ ուսումնասիրեք Արտադրության միջազգային դատանի 2023 թվականի նոյեմբերի որոշումը, հստակ գրված է, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է լինի արցախցիների վերադարձը դեպի Արցախ։ Ուրեմն արագ, անվտանգ եւ ապահով։ Այս բոլոր 3 պահանջները պետք է պահպանի Ադրբեջանը եւ նաեւ հաշվետվություն ներկայացնի այդ կատարված քայլերի մասին Արտադրության միջազգային դատարանին։ Այս 3 պայմանների արդեն դետալները, երբ որ գա հասնի այդ վերադարձի հարցը, պետք է լինի քննարկման առանձին առարկա։ Ինչ պայմաններով, ինչ ձևաչափով, ինչ կարգավիճակով, սրա մասին մի փոքր վաղ է խոսելը, բայց ամենակարևորը, որ ունենք իրավական փաստաթուղթ, միջազգային իրավական ակտ, ես ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմը սկսելուց առաջ ՄԱԿ-ի ամբիոնից նրանց նախագահը խոսում էր ընդամենը մեկ դատական ակտի մասին, որը կայացվել էր հօգուտ Ադրբեջանի եւ կապիտալիզացնում էր դա։ Մենք ունենք 1 տասնյակի հասնող այդպիսի վճիռներ հօգուտ Հայաստանի Հանրապետության եւ իշխանությունը դրա մասին լռում է, իշխանությունը դա չի կապիտալիզացնում եւ փաստորեն ի վնաս հայկական շահի է գործում։ Ուրեմն դետալները, կարգավիճակ, ինչպիսի եղանակով, ինչ ձևով, ինչ ժամկետներում, սա կարող է տեղի ունենալ այդ process-ները միջազգային հայցերը հանգուցալուծելուց հետո։ Ես առաջարկում եմ ավարտենք, հա։ Բայց մի հարց ունեմ, բայց ասեք։ Թեպետ ես տեսա մի փոքր ուշ եք անդրադարձ եղել այս հարցը ֆինանսավորման, բայց խնդրեմ նորից ասեք, եւ վերջո ձեր ֆինանսները որտեղ դուք ահռելի գումարներ եք ծախսում։ Մենք նշեցին, գործընկերս Արմենը Գալստյանը նշեց, որ մեզ ֆինանսավորում են այն բոլոր մարդիկ, մեր բոլոր քաղաքացիները, ովքեր
դեմ են եւ ովքեր համերաշխ չեն Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ հազարավոր մարդիկ միլիոնավոր դոլարների է հասնում այո հազարավոր մարդիկ են հազարավոր քաղաքացիներ են ովքեր մեր թիկունքում կանգնած են ֆինանսապես աշխատուժով բոլոր եղանակով օգնելու են մեզ հաղթելու այս ընթացքը Տեսեք երկու անուն է ես լսել մեկը Միքայել Մինասյանն է ձեզ ֆինանսորում երկրորդը վերջերս լսեցի Արթուր Սողոմոնյանն է Փյունիկի տերը մի բառով կասեմ սխալվել եք մի քանի անուններ էլ ես կարող եմ ասել որ տարբեր աղբյուրներում շոշափվել է քննարկվել եմ ես մի 10 լսել ենք ու լավ ծիծաղել եմ շատ լավ ենք ծիծաղել չեմ հնչեցնի բայց մեր ընկերները տարբեր ժամանակներ տարբեր անուններ են տալիս հաշվետվություն կլինի դուք եւ միլիոնավոր դոլարների որովհետեւ ունենք անցած ճանապարհ որովհետեւ պարկեշտ մարդիկ ենք ամբողջ պատասխանատվությամբ եւ པարզ ճակատով կանգնած ենք մեր հասարակությանը ոչ ոք չի կհասկացում հենց հիմա էլ տեսնում ենք համոզվում ենք պարոն Դերմյան բայց դա քիչ է քաղաքական ֆինանսավորման համար այլ միլիոնավոր դոլարներ պատկերացրեք քիչ չի լինելու են այդ հաշվետվությունները լինելու են հաշվետվությունները կլինեն հաշվետվությունները որ լինեն մենք անվանական կտեսնենք ովքեր են ամեն ինչ կտեսնենք օրինակ հիմա ԿՊ-ն հանգանը բան է դրամահավաք այո մենք ենք սկսելու դրամահավաք մենք իհարկե սկսելու ենք բա միջև է որ նոր եք սկսելու բա միջև է ներողություն դրա պաշտոնապես երբ որ հայտարարում է քաղաքական ուժը դրամահավաքի մասին պաշտոնապես դրամահավաք հայտարարելու մասին միջև է նվիրատվությունների միջոցով կողմից ասեցի այն բոլոր Մինասյանը կապ չունի ոչ Արթուր Սողոմոնյանն է ոչ ձեր նշած անձը կապ չունի մեր ֆինանսավորման ում որ նշեցիք Արթուր Փյունիկի տերը եւ Միքայել Մինասյանը բոլոր ամբողջ հաշվետվությունները կներկայացվեն եւ դուք կտեսնեք մեր ֆինանսավորումը մեր ֆինանսավորման աղբյուրը շատ շնորհակալ եմ